Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, բանացային են ձեզել ենք հայկական աշխարհի լուրերով։ Դասնինք մայիսի երեսփոխանական ընտրություններեն 26 օր ետք, երեկ երեգոյան, Լիբանանահայությունը արժանավայել գերբով նշեց հայահապողական դաշնակցության երեք երեսփոխաններում մուտքը խորհրդարան։ Երեկ երեգոյան Բուրչամուդի Պոլիգարբոս Կարադունը դարձյալ հորդեցավ դաշնակցության հավատարիմ համագիրներով։ Երեկ երեգոյան ազգային երկն ու բարը դարձյալ թնտացուցին հաղթանակի պերգրանքը ապրող Լիբանանահայությունը եւ դաշնակցության խոսքը դարձյալ հնչեց ինչպես միշտ հաղթական ու վճռական։ Երեկ Լիբանանահայության հաղթանակը ողջունեցին Հոյիթա Հայաստանի քերակույն մարմինն ու Հոյիթա բիրոն, անգամ եւս հաստատելով, որ Լիբանանահայության հաջողությունը համայն հայության հաջողությունն է, որովհետև Լիբանանահայությունը իր ուրույն թերն ու դեղը ունի հայության հավաքական պայքարին եւ համահայկական ձեռքբերումներու մեջ։ Երեկ Հոյիթա Լիբանանի Գետրոնական կոմիտեին խոսքը եւ Գետրոնական կոմիտեի ու հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչին պատկամը շեշտեցին ընտրություններուն հաջողության կարեւորությունը եւ ընտրություններեն յետք նոր եւ պատասխանատու հանգրվանիմը մեկնարկը։ Երեկ շնորհակալության եւ երախտիկի օրեր դաշնակցության հաղթանակին հավատացող եւ այդ հաղթանակին համար իր բոլոր կարելիությունները իգործ դրած մեր սքանչելի ժողովրդին համար։ Երեկ նաև օրներ նշելու ճշմարիտին, հարազատին եւ իրավին հաղթանակը ընդեմ սուդին, գեղձիկին եւ հայության թիմակիցը փոխել փորձող ուժերուն։ Միաժամանակ երեկ խոստովանության օրեր, որ անսխալական քաղաքական ուժ չկա, ու եթե ագամա սխալներ, ընկերգումներ եւ փաստողումներ կորձված են, դաշնակցությունը հանձնարարու է վերանայելու իր ընթացքը, աշխատանքի իր ոճն ու եղանակը ի խնդիր գուսակցություն ժողովուրդ գաբերու հավելյալ սերդացման ու ամրապնդման, ի խնդիր հավաքական նոր հաջողություններու գերտման։ Կոդեբնթիչ եւ խրախուսիչ օրեր երեկ դաշնակցության ուժին, հեղինակության եւ հաղթանակին հավատացողներուն համար, բայց նաեւ երեկ ուշադիր քննության եւ սերդողության օրեր դաշնակցության քաղաքական հագարագործներուն համար, գիտնալու, թե այսքան հարված է, այսքան պայքար է եւ ջնշում է յետք, ինչպես այս կուսակցությունը կմնա գենսունակ եւ ամուր, գուր ու հզոր։ Երեկ ուրբաթ 10 հունիսի երեգոյան ժամը 8-ին Պոլիգարբոս Գարադունը ժամատրավայրներ անգեղծ ու հայության իրենց նկարակիրին հավատարիմ հայորդիներուն, իրենց ասկային ոգին ու հայկականության ուղիեն չշեղած լիբանանահայերու, որոնք եկած էին դոնագաթարելու իրենց հաղթանակը հայ հեղափոխական դաշնակցության կողմէ առաջադրված երեսփոխանական տեխնազուներու ընտրության առիթով։ Հոմենետմենի շեփորախումբին կողմէ հնչած գայլերներուն ընտրութենեն յետ ցուցադրվեցավ Լիբանանի երեսփոխանական ընտրություններուն նախորյակին եւ ընտրության օրը Հոյիթայի զավալած մեղրագույն աշխատանքը ամփոփո դեսերիզմը։ Հոյիթա Լիբանանի Գետրոնական կոմիտեի խոսքը ուղեց Գետրոնական կոմիտեի անդամ դոկտոր Էդի Տաշյան, որ ըսավ, թե այս պարադոնը արիտ է միասնապար հայտարարելու, որ մենք հաղթական դուրս եկանք մեզի բարդատրված ընդրական պատերազմեն, որովհետև մեր հավաքական կվեն գարելի չեղավ կնել սին խոստումներուն, շլացնող գումարներով, ժամանակավոր օժանդակություններով։ Անավելցուց, որ արձանագրված հաղթանակը եկավ փաստելու, որ լիովին ցախողեցավ հայ համանքին դեմ զավալած քարոշությունը, դուրս բերել զույգ ավանդական դրվածքեն, փոխելու այն արժեքները, որոնք դարձած են մեր համայնքին էությունը, շեղելու մեր վարկակիցը, դիմափոխելու մեր գազմագերբ համախումբը։ Անանդրադարձավ ժողովուրդ դաշնակցություն անկանգնելի եւ անշահախնդիր գաբին, որուն շնորհիվ կարելի եղած է գերդել քաղուտի գառույցները, բահել զանոնք, գազմագերբել ամբողջ քաղուտի ապաշտպանությունը։ Այդ կապն է, որ մեկ կողմէ վարձված է գամուրջի Հայաստանի ու Լիբանանի միջպետական հարաբերություններուն առումով, մյուս կողմէ հունավորված հայրենաշեն ծրագիրներուն Լիբանանահայության աշխուժ եւ արդյունավետ մասնակցությունը։ Աբա Հոյիթա բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյան գարչ դեսերիզոմը Լիբանանահայության ուղեց իսրդե արդասանված խոսքը, ըսելով Լիբանանի խորհրդարանական ընտրությունները անգամ եւս ի հայտ բերին, թե Լիբանանահայությունը բատնեշի վրա է եւ ամուր գարչած է
իր իրավունքներու պաշտպանության եւ հայ հեղափոխական դաշնակցության առաջադրած տեխնազուներու գողքին։ Այս հաղթանակը ունի համահայկական դարողություն եւ արձագանք, անշուշտ կանտրատարնանք թե Լիբանանի ընդրական գործընթացը դեպապար կդժվարանա, հավելյալ ջիկ ու աշխատանք պահանջելով մեր գազམ་ագերբութենեն ու ժողովուրդեն։ Ընդրական բարդ համագարկը, Լիբանանի տնտեսական տագնապը, ապակահակական քարոզությունը, միջազգային ուժերու միջամտությունը եւ այլ բազմաթիվ աստակներ ավելի բարդացուցած են արդեն իսկ խառնակ իրավիճակը եւ մեծ մարտահրավերներու դիմաց կանգնեցուցած մեզ։ Այս բոլորը նկատի ունենալով միայն կարելի է ըստ արժանագույն գնահատել այն կարևոր հաղթանակը, որ այս ընտրություններուն ապահովեց հայ հեղափոխական դաշնակցությունը ժողովրդային նեցուգով։ Արդ մեր հավաքական կառույցին անունով նախ կշնորհավորեմ Լիբանանի մեր ժողովուրդը իր իրականացուցած հաղթանակին համար, ապա կշնորհավորեմ ընդրված երեսփոխանները, վստահ լալով, որ անոնք արժանավորապես պիտի կատարեն իրենց առաքելությունը, իսպաս մեր համայնքի իրավունքներուն, բարօրության եւ ակնկալություններուն։ Իբրև նոր երեսփոխաններ Բեյրութի, Մեթենի ու Զահլեի մեջ Լիբանանահայության բոլոր շերտերուն ծառայելու գոչված են հիմա եւ պիտի գործեն առանց խնդրության, իսպաս բոլորին։ Հոյտա Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյան եւս դեսերիզոմը իր շնորհավորությունները հայտնեց Լիբանանահայության, նշելով, որ նախ ուզեմ շնորհավորել Լիբանանահայությունը խորհրդարանական վերջին ընտրություններուն ընթացքին հայ հեղափոխական դաշնակցության արձանագրած հաղթանակին առիթով։ Լիբանանահայությունը եւ Լիբանանը վերջին տարիներուն կդիմակրավեն մեծ դժվարություններ եւ իբադի մեր քաղուտի գազམ་ագերբման միավորներուն Լիբանանահայությունը կարողություն ունի հաղթահարելու այն ճգնաժամը, որ գոյություն ունի երկրի մեջ եւ դեպի առաջ ուղղելու։ Ֆրանսիայի հրաբարագեն դարձյալ գողջունեմ մեր սիրելի Լիբանանահայությունը եւ անոր կմաղթեմ ուժ ու գորով միասին կալենք դեպի առաջ հանուն Արցախի, հանուն Սփյուռքի եւ հանուն Հայաստանի Հանրապետության շեշտեց ան։ Ապա խոսք արավ Հոյտա Լիբանանի կենտրոնական կոմիտեի եւ հայկական երեսփոխանական բլոկի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բակրադունի, որ շեշտեց, թե այս օրը հաղթանակի օր է։ Հաղթանակը Լիբանանահայության, որուն նկատմամբ շնորհակալության խոր զգացումներ ունի դաշնակցությունը, շնորհակալություն զինք լավագույնս դրսևորեց այս անգամ եւս, գերդելով հայության հաղթանակը Լիբանանյան քաղաքական դատերապեմին վրա։ Ան շնորհակալական խոսք ուղեց բոլոր անոնց, որոնք որևէ ցեվով նեցուկ կանգնեցան դրված աշխատանքին եւ սադարեցին արձանագրված հաղթանակի երթման, ըլլան անոնք կամավորներ, դարբեր դարիքի հավատարիմ կվեարգողներ, արտասահմանի մեջ իրենց կվեն հայության իսկական ներկայացուցիչներուն դվողներ, ընդրության օրն ու հաջորդ օրը իրենց շունչը բռնած անհամբեր արդյունքներուն սպասող հայորդիներ։ Հակոբ Բակրադունի հadoop շնորհակալություն հայտնեց նաև հնչակյան գուսակցության, որ արտար ու մաքուր մրցակցությամբ մղեց այս ընդրաբայկարը, սակայն չհաջողեցավ իր տեխնազուն հասցնել խորհրդարան։ Ռամգավար ազատական գուսակցության, որ հրաբարագային հայտարարությամբ զորակցեցավ հայ հեղափոխական դաշնակցության եւ հնչակյան տեխնազուներուն, որ կվեարգեց անոնց։ Երեսփոխան Բակրադունի թիդել դվավ, որ այս հաղթանակը փաստեց ցախողությունը Հոյտան ժողովուրդեն բաժնելու, Հոյտայի մեջ երկպեղում հարաճացնելու, մեր ժողովրդի նկարակիրը փոխելու, զայն ասկային հայկական արժեքներեն հերացնելու բոլոր փորձերուն։ Հաղթանակ է բոլոր անոնց, որոնց դաշնակցությունը բարդություն ցանկացին, աշխատեցան, վճարեցին, քնեցին ու ծախեցին, բայց չհաջողեցան։ Հակոբ Բակրադունի իր խոսքը շարունակելով շեշտեց, որ դաշնակցության դրված այս տանգակին վստահությունը հատկապես այս օրերուն հսկայական պատասխանատվություն կգտնե գուսակցության ուսերուն, ավելցնելով, որ դաշնակցության ընտանիքը չի գռնարդգարանալ իրավունք չունի ընկրկելու այնքան ադեմ, որ ունի իր ժողովրդի նեցուգը, անհայտնեց, որ ասոր գողքին դաշնակցությունը քաչ կգիտակցի, որ բարդավոր է սրբակրել բացթողումները, սխալները, դգարությունները, երբեմն նույնիսկ վերանայել, վերարժևորել իր գործերու եղանակը ժողովրդին հետ հարաբերությունը։ Իր խոսքի վերջին բաժինով Հակոբ Բակրադունի նշեց, որ արդեն նոր փուլ բացված է, բարդավոր ենք միացյալ ջիկերով, միասնապար դիմակրավել դժվարությունները, ճշտել առաջնահերթությունները եւ անգամ միևս հիշել ու հաստատել, գանք կմնանք կարկախոսը, գանք միասին ու կշարունակենք մնալ իբրև մեկ բռունցք։ Մեզի համար փակված է ընդրության էջը, ուսանելի դասեր կան հոն եւ անոնց արդյունքներում մեջ, սակայն այլևս խոսելու ժամանակը փակված է, գործելու ժամանակն է։ Մեր խոստումը կմնա նույնը, ցեզի հետ ենք ու կմնանք միասին։ Հաղթանակը չի կինովցներ մեզ, այլ հավելյալ բազմաբադիկ ջիկը կմղե։ Պիտի շարունակենք ու պայքարենք միասին, որովհետեւ դեպապար հաղթենք միասին։ Դաշնակցությունը ցեզ հուսախապ չի գտնարնել, հաստատեց Հոյտա Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը։
Երեգոն խանդավառեցին ասկային շունչ ու ոգի, բարձր դրամատրություն ստեղծեցին հայրենի երգիչներ Ներսի Գիսպիրյան եւ Սևակ Ամրոյան։ Հայտնենք, որ երեկվա հաղթանակի փառատոնին ընթացքին Օյտալի Փանանի Գետրոնական Կոմիտեի ներկայացուցիչ երեսփոխան Հակոբ Բակրադունիի արդասանած խոսքը ամբողջությամբ գրնակ ունգընտրել հայկական աշխարհի լուրեր մեր հաղորդում են անմիջապես յետք։ Իսկ Լիբանանեն անցնելով Հայաստան դխուր է հաստատել, որ դաշնակցության դեմ արշավը գշարունակվի նաև այնտեղ։ Հայաստանի մեջ օրե-օր թափ կառնեն քաղաքական հետաբնթումներն ու բայկարները, նպատակ ունենալով դաշնակցության ընդմեջ են հարվածել թիմադրության առողջ շարժումը։ Երեկ այդ բայկարին արտահայտությունը եղավ ՕԻԹ Հայաստանի քերակույն մարմինի անդամ եւ մեր պաշտոնագից Երգիր մեդիա Բադգերասպիրի գայանի դնորեն Փակրատ Եսայանի ցերպակալումը եւ ՕԻԹ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնագիտ Քարնիկ Մելքումյանի Փերման ենթարկումը։ Այժմ Հայաստանի մեջ կան 50 քաղաքական փանդարգյալներ, որոնց մեկ 20-ը դաշնակցականներ։ Իդես ստեղծված այս իրավիճակին այսօր երեկոյան ժամը 7-ին Երևանյան ժամանակացույցով հայրենի ընդդիմությունը Ֆրանսիայի հրապարակին վրա գազմագերբած է երիտասարդական հանրահավաքը, որ մեյետ ընտած կառնե իշխանություններու քաղաքական բռնաճնշումները մերժող փողոքի երթը։ Երգիր մեդիա հերոստանգերության դնորեն Փակրատ Եսայանին 2 տարի առաջ հարուցված գրքորձի շրջանագի մեջ ցերպակալած են ըստ Երգիր.am-ի Facebook-ի ուղի եթերին հայտարարեց Երգիր մեդիայի լրատվական եւ քաղաքական հաղորդումներու նախկին ղեկավար այժմ ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Մանուկյան, ով շտաբած է հերոստանգերության շենք եւ մտած է Եսայանի աշխատասենյակ։ Աննշեց, որ մինչ այդ որևէ ցանուցակիր հարցակնության հրավեր Փակրատ Եսայանին չեն ուղարկած եւ չեն հրավիրած նախակնության մարմին։ Պաստորեն 2 տարի նախակնությունը եղած է։ Փակրատ Եսայանը Երևանի մեջ 2 տարի ապրած է, աշխուժորեն մասնակցած է հանրային կյանքին, հանդես եկած է մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով, մեկ այլ շինձուգործով, 10 անձերու շարքին նաեւ Փակրատ Եսայանի մեղադրանք առաջադրված է թադախազության մոտ ցույցի ժամանակ իբրև թե Նիկոլ Փաշինյանին բիդագավորելու համար։ Ամեն անգամ Փակրատ Եսայանը բարդաճանաչ ներկայացած է, հանդես եկած է բազում ելույթներով, բացատրություններ տված է, հարցեր ուղղած է վկաներուն, հետո հանդես եկած է ասուլիսներով եւ այս ամբողջ ընթացքին Փակրատ Եսայանը գտնված է Երևանի մեջ եւ 2 տարվա նախակնության ընթացքին ասկային անվտանգության ծառայությունը որոշած է, որ պետք է կան Երգիր մեդիա հերոստանգերություն եւ լրատվամիջոցի աշխատանքը կատարելով անոր դանին ըստ Գեգամ Մանուկյան անգասկած հայտնեց, որ անոր ցերպակալած են իբրև Երգիր մեդիա հերոստանգերության դնորեն, հատկապես նկատի ունենալով վերջին շրջանին հերոստանգերության դեմ գազմագերբվող արշավը։ Անհիշեցուց, որ 1989-ին ասկային անվտանգության ծառայությունը նույնպես արևանկած է Եսայանը իբրև Արցախյան շարժման ղեկավարներն մեկը։ Հայաստանի լրագրողներու ժուրնալիստներու միությունը երեք հրապարակեց հայտարարությունը Երգիր մեդիա Բադգերասպիրի գայանի դնորեն Փակրատ Եսայանի ցերպակալության առիթով։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ցերպակալված են Ներողություն ցերպակալած են Երգիր մեդիա Բադգերասպիրի գայանի դնորեն Փակրատ Եսայանը գնշե հայտարարությունը, ուր գնդկծվի, որ վերջինս ցերպակալված է 2020-ի վերջերը դեղի ունեցած ստեպքի մահարիտով հարուցված քրեական կորձի մձիրեններս, այն բարակային, երբ նախորդած շուրջ 1 տարի եւ 8 ամիսներուն ընթացքին բարդաճանաչ ներկայացած է նախաքննական մարմին, որևէ գերբով չէ խուսափած քննութեն է, չէ թաքնված, միշտ գտնված է հանրային ուշադրության կենտրոնը եւ որևէ ողջամիտ հիմնավորում չկա, որ ազատության մեջ գտնվելով գրնար խոչընդոտել կորձի քննությունը։ Փակրատ Եսայանը հայաստանյան հարաճադար Բադգերասպիրի գայաններեն մեկուն դնորենն է, որ չեն թարգվիր իշխանություններու վերահսկողության եւ անոր ցերպակալումը ուղղված է նաեւ ազատ խոսքի մամուլի ազատության թեմ։ Հայաստանի ժուրնալիստներու միությունը խստորեն գտադաբարդ է Երգիր մեդիա Բադգերասպիրի գայանի դնորեն Փակրատ Եսայանի այս ծևերով ցերպակալությունը իշխանություններեն կբանջե թատրեցնել անոր նկատմամբ քաղաքական հետաբնթումը չգադարել իրավական հարթութենե դուրս որևէ գործողություն մեր կորձընկերոջ արդոնելով ազատության մեջ շարունակելու մասնակցիլ խնդրո առարգա քրեական կորձի քննության միաժամանակ դեղի ունեցածին նկատմամբ գհրավիրենք իրավապաշտպան գազագերբություններ մամուլի հարցերով ըսպահող միջազգային կառույցներու ուշադրությունը գոչ ուղելով կորձոն քայլերու թիմել
Փակրատ Եսայանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետաբնթումը դադրեցնելու ուղղությամբ կնշվի Հայաստանի լրագրողներու ժուրնալիստներու միության հրաբարակած հայտարարության մեջ։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան լրագրողներու հետ զրույցի ընթացքին անդրադարձավ վերջին օրերուն տարածված լուրերուն, որ հուլիսին իշխանությունը պիտի հանձնե Պերձորը։ Պերձորի հանձնումը վտանգավոր է բոլոր առումներով եւ գաբի եւ ենթակառույցներու հետագա դիրապետման եւ իհարկե նաեւ անվտանգության առումով ըսավ ան։ Օհանյան անդրադարձավ նաեւ այն շահարկումներուն, որ իշխանությունը գսե թե անընդհատ կօգնե Արցախին։ Այդ հասարակական աջակցությունները, որ անընդհատ կդմկահարեն, թե երբեք Արցախը այս վիճակի մեջ չի եղած, դուք հասցուցած եք այս վիճակին, դուք ալ բարդավոր եք օգնություն դրամատրելու ըսավ ան։ Մեր ընթացիկ լուրերուց իրեն ներս Միացյալ Նահանգներու արտաքին գործոստնախարարությունը հրաբարակեց միջազգային կրոնական ազատության 2021-ի զեկույցը։ Ադրբեջան բաժինին մեջ նախարարությունը գհիշադակե Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հագամարտության մարդասիրական հետևանքներուն վերաբերյալ փանացեվին մեջ գարույցին արտահայտած մտահոգությունը կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած դարածներու մեջ դասնյակ հայկական եկեղեցիներու վանքերու ներառյալ Տադիվանք վանական համալիրի, խաչքարերու եւ մշակութային ժառանգության այլ գոտողներու աբակային կնշվի, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս մերժած է արտոնել հայ ուխտավորներու մուտքը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված դարածքի մեջ գտնվող վանք։ Ադրբեջանցիները իրենց կարգին չեն կարողացած այցելել բազմաթիվ կրոնական հաստատություններ ականաբատման պատճառով։ Միացյալ Նահանգներու արտաքին գործոստնախարարությունը նաև կհիշեցնե Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի փանացեվը եւ մտահոգություն կհայտնե Ադրբեջանի պետական մագարտակի վրա զարգացող այն բադումին համար, որ գծկդի հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել Չագերտյալ Կովկասյան ալբանական ժառանգությամբ։ Գնկծվի, որ դարվան ընթացքին բազմաթիվ հաղորդումներ ստացված են հայկական մշակութային եւ կրոնական կառույցներու նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաեւ հայկական ժառանգության թեմ կառավարության թիդավորյալ գերբով իրականացվող գործողություններու մասին։ 7 հունիսին ավարտեցավ Միացյալ Նահանգներու ընդհանրական ընտրությունները, որուն հետ միադեղ նաև տեղի ունեցան քաղաքային ընտրությունները։ Թեև մինչև այս պահը որևէ վերջնական արդյունք չէ հրապարակված, սակայն մինչ այժմ հաշվարկված կվեներու պատկերը կաբացուցե, որ Գլենդեյլի հայտարարի հանձնախումբի տեխնազուներու մեծամասնությունը անցած են ընդրական նշածողը։ Գլենդեյլի քաղաքի գործավարի պաշտոնի համար հայտարարի հանձնախումբի հաստատած տեխնազու Գրեգ Գրիգորյան 7%-ով առաջ է իր մրցակիցեն։ Քաղաքային խորհրդի տեխնազուներ Վրեժ Աղաջանյան եւ Արան Աջարյան առաջին եւ երրորդ աղյուսակին մեջ են, իսկ հանձնախումբի երրորդ տեխնազու Էլեն Ասադրյանը մինչ այժմ կսպաղեցնե 4-րդ հորիզոնականը։ Գլենդեյլի միավորած դպրոցներու գրտաշրջանի համար առաջին աղյուսակին մեջ են հայտարարի հանձնախումբի տեխնազուներ Լեռնա Ամիրյան, Արմինա Գարաբեդյան եւ Շանթ Սահակյան։ Նահանգային եւ դաշնային մագարտակներուն եւս հայտարարի հովանավորած տեխնազուները որոշակի հաջողություններ ունեցած են, որոնց շարքին է երեսփոխան Ադեմ Շիֆը։ Եվրոպական խորհրդարանը ընդունեց Թուրքիո վերաբերյալ իր դարեգան հարաճընթացի զեկույցը։ Ինչպես նախորդ 6 տարիներուն խորհրդարանը նաև այսօր գոչ կուղե Թուրքիո ճանչնալու հայոց ցեղասպանությունը հիմնվելով 2015-ի 15 ապրիլին ընդունված հայոց ցեղասպանության 100-րդ դարելիցի փանացեվին վրա։ Եվրոպական խորհրդարանը մասնավորապես գողորթորե Թուրքիան հանձնարու մնալու թուրք եւ հայ ժողովուրդներու միջև իսկական հաշտեցման, ներառյալ հայոց ցեղասպանության շուրջ վեճի ղեկավարման եւ ամբողջությամբ կատարելու հայկական եւ այլ մշակութային ժառանգության պաշտպանության բարդավորությունները գոչ կուղե Եվրոպական միության եւ անդամ պետություններուն ուսումնասիրել կորշ քայլեր աճագոմյան ծայրահեղական շարժումի կորձունեության արգիլման հնարավորությունը Եվրոպական միության անդամ երկիրներու մեջ գողորթորե թրքական իշխանությունները ընդլայնել չանքերը արդյունավետ գերբով ղեկավարելու երկրի մեջ հայերու եւ այլ փոքրամասնություններու ծայրաստիճան վատ իրավիճակը մտահոգված է որ Թուրքիո արտաքին քաղաքականությունը հատկապես վերջին տարիներուն կհագասե Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության քաղաքականության ընդհանուր նպատակներուն
հատկապես երբ խոսքը կվերապերի Կովկասի տարածաշրջանին։ Նաև կգարձե, որ Թուրքիա հետևողականորեն հերու կմնա Եվրոպական միության արժեքներեն եւ չափանիշներեն։ Ինչպես այս արիտով Հոյթաբիրոյի հայտարարի գետրոնական գրասենյակի հաղորդակցության մեջ կնշվի, Հոյթահայտարի Եվրոպայի գրասենյակը ողջունած է Եվրոպական խորհրդարանի այս բանաձևը, հատկապես հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիո ապագառուցողական դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության մեջ, ինչպես ադիգա գդարեց իր անցյալ դարվան զեկույցի մեջ։ Թուրքիո եւ Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը քննադատելու ժամանակ Եվրոպական խորհրդարանը եւ առհասարակ Եվրոպական միությունը պետք է հորդորեն Թուրքիան զերծ մնալու նախապայմանները, մասնավորապես հայ-թուրքական հաշտեցման հոլովիտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ գաբելու քայլեն եւ անոր մեջ ադրբեջանական սահերուն ծառայելու ուղղվածությունեն։ Ցավի սիրտ մինչև այսօր երկխոսության ժամանակ թուրքական մտածությունները եղած են կամ նպատակադրած են բարդացրել սեփական գամքը գործընթացը, որ քիչ գաբ ունի սեփական անցյալը անգեղծորեն ընդունելու գամանոր հետ արերեսվելու հետ։ Հոյթահայտարի Եվրոպայի գրասենյակը կշարունակե հիշալ հարցերը բահել ուշադրության առարգա, կնշե բիրոյի հայտարարի գետրոնական գրասենյակի հաղորդակցությունը։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուգասյան իր պաշտոնավարման 100-րդ օրվան նվիրված ասուլիսին անդրադառնալով վերջին շրջանին Միացյալ Նահանգներու եւ Եվրոպական միության երկրներու տեսփաններու հաջողակի այցելություններուն ըսած է, որ ՄԱԳ-ը Սյունիքի մեջ գրասենյակներ վիդիփանա։ Միացյալ Նահանգներուն հետ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ ծրագիրներ կիրականացնե, որոնց շրջանակի մեջ Միացյալ Նահանգներու տեսփանը այցելած էր Սյունիքի մարզ։ Եկած էր նաեւ Եվրոպական միության տեսփանը 6 երկրի տեսփաններու հետ։ Հանդիպումին քննարկված են մարզի ընկերատնտեսական տարբեր ծրագիրներ։ Մենք պայմանագիր ունենք Բարենի համաշխարհային ծրագիրի հետ մոտավոր 4 միլիոն դոլարի եւ իրենց ներկայացուցիչը կգտնվի մարզպետարանի մեջ դրամատրված է տարածք։ Շուտով նաեւ ՄԱԳ-ի զարգացման ծրագիրը կունենա գրասենյակ, գնկված են համագործակցության հուշագիրներ, ըսած է մարզպետը։ Անհիշեցուց, որ Իրանը հարաճիգային Գաբանի մեջ հյուպատոսարան մը պիտի բանա։ Արկելի ունգընթիրներ առայժմ այսքան շնորհակալություն կհայտնենք ձեր ունգընտրության համար։ Վանացայն են ցեզի եդեինք հայկական աշխարհի լուրերով։